Լիարժեք բուժում չունեցող հիվանդություններից են աղիքային բորբոքումները, կրոնի հիվանդությունն ու խոցային կոլիտը, որոնք ընթանում են սրացումներով։ Կան թանկարժեք դեղեր, որոնք երկարացնում են հիվանդությունների հանգիստ շրջանը։ Պետությունն այդ դեղերից որոշներն անվճար տրամադրում է բուժառուներին, իսկ մյուսները գրանցված չեն Հայաստանում եւ դժվար հասանելի են, ինչը մեծացնում է բարդությունների ռիսկը հատկապես երիտասարդների շրջանում, քանի որ ի տարբերություն կոլիտի, կրոնի հիվանդությունը հանդիպում է մինչև 30 տարեկանների մոտ։ Հիվանդությունը դրսևորվում է եւ աղեստամոքսային եւ արտաղեստամոքսային նշաններով։ Աղեստամոքսային նշաններն են ցավը, սպայսիկ բնույթի որովայնի շրջանում, լուծը, փորկապությունը, ռեկտալ արյունահոսությունները, կեղծ կանչերը, ոչ աղիքների, ոչ լրիվ դատարկման զգացումը, ընդհանուր թուլությունը, ջերմության բարձրացումը եւ այլն։ Արտաղեքային դրսևորումները կարող են դիտվել տեսողական օրգանների, մաշկի, հենաշարժողական համակարգի ախտահարումներով։ Այս հիվանդությունների վարմամբ պետք է զբաղվեն համապատասխան գիտելիքներ ունեցող մասնագետներ։ Կրոնի եւ կոլիտի եվրոպական կազմակերպությունը (ECON) իրականացնում է երիտասարդ բժիշկների վերապատրաստման ծրագրեր։ Էդմոնդ Բաղդասարյանն Eco Travel Award-ի մրցանակակիր է, ինչը հնարավորություն է տալիս նրան ծանոթանալու այս հիվանդությունների բուժման նոր մեթոդներին, այցելելով եվրոպական առաջատար կլինիկաներ։ Մեր հետագա պլանների մեջ են մտնում նաև նպաստել կրոնի եւ կոլիտի բուժառուների հայկական ասոցիացիայի ստեղծումը, որը մեր առողջապահական համակարգի եւ նաեւ եվրոպական մի շարք կազմակերպությունների հետ համատեղ կնպաստի առողջապահական համակարգի որակի բարելավմանը եւ կբարձրաձայնի մի շարք խնդիրներ։ Նոր դեղերի արդյունավետության եւ անվտանգության գնահատման համար աշխարհում իրականացվում են կլինիկական հետազոտություններ։ Միքայելյան հիվանդանոցի միջազգային գործակցության արդյունքում մի շարք առաջատար ընկերություններ սկսել են հետաքրքրվել հայաստանյան ներուժով եւ մեր երկրում այդ հետազոտությունները կազմակերպելու ծրագրեր կան։ Շատ լավ հնարավորություն կլինի, եթե մեր երկիր գան միջազգային կլինիկական հետազոտություններ, որոնք հնարավորություն կտան այս պացիենտներին հետազոտվել եւ նաեւ նորագույն դեղորայքը ստանալ մասնակցելով դրանց էֆեկտիվության հետազոտմանը։ Երևանում մայիսի 2-ին անցկացվելու է աշխատաժողով նվիրված աղիքների բորբոքային հիվանդություններին։ Ասում են, սա եւս մեկ հաղթանակ է։ Հայաստանն ավելի խոր կներգրավվի այս հիվանդությունների դեմ պայքարի եվրոպական ծրագրերին։ Արամ Արանդյան, Արման Թովմասյան, լուրեր։